Հիմա ված չի, գիտեք ինչ, հիմա ամեն ինչ ազատ է։ Այն ժամանակ, Ստալինյան ժամանակաշրջան, որ ասում են, դե ես այնքան չեմ այդ բանում, խիստ էր, KGB-ն ամեն քայլը փոխում հետևում էր, պետական անվտանգությունը։ Թե այդ բառն ես ասել, ասել չէ այդ մասին ես խոսել, մարդ ազատ չէր կարողանում խոսել, շարժվել։ Բայց հիմա փառք Աստծո, ամեն ինչ ազատ է։ Ձայնի ազատություն, խոսքի ազատություն, ընտելության ազատություն, ված չի։ Մի փոքր մեր իշխանավորները, որ լավ աշխատեն, Հայաստանի պես երկիր չկա։ Ես եղել եմ Եվրոպայի շատ երկրներում։ Ոչ մի երկիր Հայաստանին չի հասնի։ Միմիայն նմանվում է Բուլղարիան մի փոքր։ Հայաստանը իրոք դրախտավայր է։ Նոյ այնտեղի չի իջել Արարատի գագաթին։ Լավ երկիր է մեր երկիրը։ Ամեն ինչով հարուստ է։ Մարդկանցով հարուստ է։ Խելոք մարդկանցով հարուստ երկիր է, բայց մի փոքր Որ ասում եք լավ ղեկավարել, ինչ նկատի ունեք, լավ ղեկավարելը ինչ է։ Լավ ղեկավարելը ժողովրդի պահանջը կատարելն է։ Ղեկավարը այն խոսքը, որ ժողովուրդը ուղղում է ղեկավարին, պետք է կատարվի, գետին չընկնի։ Հարգելի իշխանավորները պետք է ձգտեն մեր այդ կադրերը Հայաստանից դուրս չթողնեն գնալ։ Մեր յուղից 3-4 հոգի գնացել են Ամերիկա, հետ չեկան։ Տխրում եք այդ փաստից։ Ինչ է։ Պետք է պահել։ Չեն պահում, այդ տեսանկյունից մեր կառավարությունը ոչինչ անել չի կարող։ Գնում են վերապատրաստման, մնում են էլ չեն գալիս, ինչ անի կառավարությունը։ Ինչի չեն գալիս, բա։ Ըստ ինչի չեն գալիս, այո։ Որտեվ այն հնարավորությունները չկա, ինչ որ ընդեղ կա։ Օրինակ Թորանս Վարդան այդ լավ երկիչ Վարդանին, ասում որ Ամերիկա գնաց միլիոններ կաշխատես։ Հենց այ երկում։ Բայց պետք չի դա։ Ստեղից պետք է տան մեջ մնա եւ երկի։ Ռայկոմի քարտուղարը կանչեց, ասավ քեզ դպրոցից պետք է վերցնեմ։ Որ միրեն Խաչատրյանն էր։ Ասավ նշանակել եմ Գյուղսովետի նախագահ, ումը նշանակել ենք այդ գործը պրավալի են տվել։ Ասինքն Խաչատրյան չեմ համաձայնվի։ Ասավ գնամ մտածի վաղը պարզական տոմսով կներկանաք ինձ։ Դե պարզ է էլի կոմունիստ եմ։ Ասի համաձայն եմ ընկեր Խաչատրյան։ Մի պայմանը որ քանի տարի այդ 4 գյուղերի նախագահ որ կլինեմ, օրգանից մարդ չմտնի։ Ասա ոչ թե։ Հաս օրգանից, ՈԲԽՍ-ից իմ այդ գյուղերը մարդ չմտնի։ Այդ հասավ այնպեսի առաջարկություն ես անում։ Զանգեց Միլպետին, Միլպետն եկավ Զալիկո Պետրոսյանը, դե մենք ես Սովետի դեպուտատ եմ եղել, պլենումի անդամ իրար ճանաչում էինք։ Ասավ Ավետիսյանի նշանակում եմ Մերգանուշի Գյուղսովետի նախագահ։ Քանի տարի այնտեղ նախագահ կլինի, օրգանից մարդ չտա։ Ասավ ոնց կլինի ինգեր Խաչատրյան։ Ասավ մարդ չգնա վերջ եւ իրոք 15 տարվա մեջ ամբողջ շինարարությունը կատարվեց իմ ժամանակ։ Դե ժամանակ վերում էին, ցեմենտ էին թափում, շիշ էին թափում, կատանկա, զանգում էին ՈԲԽՍ-ն, գալիս էր, ակտավորում, գումարն առնում, 15 տարվա մեջ մեր այդ 4 գյուղերը ինչքան հողամասեր էր ստացել, բոլորին սկսեցին տներ կառուցել։ Դրա համար հիմա որ գյուղը որ մտնում եմ, ընկերավեցան մտնենք մի հատ չխմենք։ Իսկ առողջական վիճակը, որ ձեր գնահատելուն ունեք, առողջությունից բողոք ունեք։ Չէ, առողջությունից բողոք ունեմ։ Ես ամեն ինչ զգում եմ, որ սիրտս լավ չի, գիտեմ ինչ պետք է օգտագործեմ։ Ես դեղաբույսեր եմ օգտագործում։ Մի օր հայ կարոտական հիվանդանոցի գլխավոր բժիշկը այդ բուժարանը մեր տան դիմացն էր։ Ղեկավարին պրոֆեսոր մի երիտասարդ տղա էր բերի տուն, ասի գնանք մի բաժակ կոֆե խմենք, եկավ մեծ ներքև նստանք, նախ վերև չենք բարձրացել։ Ասավ 90 տարեկան ես, 95 տարեկան ես։ Ինչ ես օգտագործում։ Ասի պրոֆեսոր ջան,
Առավոտը վեր եմ կենում, հայացում արածում եմ, ոչ թե։ Ասա հա, ասա հայացում ավելուկ կա, եզան լեզուկ կա, անանուխ կա, դաղս կա, կլուկնուկա կա, սերգևիլի տերև կա, գիլազի տերև կա եւ այլը։ Սինձը չեք ասել։ Այդ սա հավաքում չորացնում եմ, տոպրակներով կախում եմ, դες ցույց կտամ։ Ցույց տվեք բոլոր գաղտնիքներն ասեք, որ մարդկանց էլ ասենք։ Անտե երիկամը ցավում էր։ Անմիջապես մասրոտերը երատրեցի, խմել եմ, հալակի շատ մնացել է, պիտի խմեմ։ Ես ինքս ինձ բուժում եմ։ Սամոքս համար օգտագործում եմ եզան լեզուն։ Քշերները, որ լավ քնեմ, օգտագործում եմ դաղցը։ Կա էլի տարբեր բաներ են էլի։ Ես օգտագործում եմ իմ ձեռով պատրաստված խնձորի քացախ։ Շաբաթը 3 անգամ խմում եմ։ 2 թեյք տալ գցում եմ մի բաժակի մեջ, գոլ ջրով խառնում խմում եմ, պարտադիր կարգով։ Ինչ կանի քացախը։ Խնձորի քացախը բուժում է բոլոր տեսակի հիվանդությունները։ Դա շատ լավ ընտիր բան է, շատ։ Օգտագործում եմ կուկուրուզից ջետ, չէր ճարում, գոհարը ճարեց բերեց։ Կուկուրուզից ջետը ստամոքսի համար լավ է։ Մի շաբաթը 1-2 անգամ խմում եմ մի բանը ճաշի գտալ, խմում եմ հանգիստ, անվնաս բան է։ Այդ բոլորը լավացնում է առողջությունը։ Եվ ես առ այսօր ապրում եմ այդ բույսերի, դեղաբույսերի շնորհիվ է։ Լավ է գաղտնիքը ասացիք, որովհետև ես մտածում եմ, որ խորհրդային տարիներին երբեմն լինում էր անձնագիրը փոխում էին, տարիքը փոքրացնում էին, որովհետև անհնար է հավատալ, որ դուք այս մտքով, այս տեսքով, այսքան աճելի զրուցակից եւ 102 տարեկան։ Ես հունվարի 24-ին եմ ծնվել, բայց անձնագրի մեջ գրած ապրիլի 3-ին, դե սխալվել են։ Եկողամից դառնում եք 103 տարեկան։ Այո, մարզպետը եւ քաղաքապետը դե իմ հարամյակը պետք է նշեին։ Ասին վարոս պապ, ծննդյան վկայականս բեր անպայման մենք չտեսնենք, դարան ծննդյան վկայականս հին պահել եմ մինչև հիմա։ Մեզ էլ ցույց կտաք։ Կտամ իհարկե։ Նայեցին ամեն ինչ։ Քաղաքապետն ասա վարոս պապի, քո հարամյակը ես եմ անցնացնելու։ Մի 40 հոգի քո կողմից կբերես, իսկ մյուս արդեն բոլոր տեղերից եկել էին։ Հայաստանի Հանրապետական վետերանների միությունից, Ռուսաստանի դեսպանությունից, զինված ուժերից, Բաղարանատրյատից, 5-րդ կորպուսից, վերջը, Ամերիկայցիները թորս եկել հասել ստեղ։ Նկարանողներ եկել էին, միր հեռուստաընկերությունից եկել էին, եկան ինձ, գերինդեով խաղանելը բանը սաղ նկարեցին տարան։ Ես գոհ եմ, շատ գոհ եմ իրենցից։ Շրջանի համար թե դպրոցների 80% բոլոր դպրոցներում հանդիպում եմ ունեցել երեխաների հետ։ Ես ուրախանում եմ, որ երեխաներին ներկայացնում եմ հայրենական պատերազմի մասին։ Երեխաներն էլ ուրախանում էին իմ ասածներով եւ ծափարում էին։ Մարդ պետք է միշտ կապված լինի հասարակության հետ։ Ես թոշակառու եմ, բայց շրջանում ինչպիսի միջոցառում լինում, բոլոր միջոցառումներին մասնակցում եմ ես։ Պարտադիր կարգով։ Սոցիալական շփումների կարևորությունն եք նշում։ Դպրոցերում կազմակերպվում են հանդիպումներ, ես մասնակցում եմ, աշակերտները գալիս են ինձ մոտ։ Ես լայն կապերի մեջ եմ սահմանապահ ուղեկալի հետ։ Բոլոր միջոցառումներին ինձ հրավիրում են։ Ես ելույթ եմ ունենում այնտեղ, պատրանիչների առաջ, իմ փորձն եմ իրենց ներկայացնում։